Հանցանքի հետքով հաղորդաշարը շարունակում է իր ակտիվ գործունեությունը հանցագործությունների կանխման ուղղությամբ, չէ որ իրազեկ եւ տեղեկացված քաղաքացին պաշտպանված է հնարավոր բոլոր ոտնձգություններից։ Քննչական կոմիտեի կողմից ներկայացված հերթական հանցագործության բացահայտումը վերաբերում է պաշտոնատար անձի, ով այս ընթացքում հասցրել է բազմաթիվ գործերով ներգրավել որպես մեղադրյալ։ Եվ ուրեմն, քննչական կոմիտեն բացահայտել է մի պատմություն, որտեղ նախկին քաղաքապետը եւ նրա մերձավորները մեղադրվում են հողատարածքների օտարման եւ փողերի լվացման մեջ։ Խոսքը ոչ թե մի քանի քառակուսի մետրի մասին է, այլ հազարավոր քառակուսի մետր կրթական նշանակության հողերի, որոնք ըստ վարույթն իրականացնող մարմնի ձևական աճուրդների եւ կեղծ արկուվաճառքների միջոցով անցել են նրանց։ Փաստաբանների խոսքով սա հերթական անհեթեթ քրեական հետապնդումն է, որն անխոս ավարտվելու է արդարացման դատական ակտով։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը վերաբերում է կրթական հաստատությունների հողատարածքների օտարումների գործընթացին, վերջին ամիսներին դարձել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական վեճի կենտրոն։ Գործի քննությունը ընդգրկում է ապօրինի հողերի առանձնացում, աճուրդներով ձևական վաճառք եւ հետագա սեփականաշնորհում, իսկ մեղադրանքները ներառում են պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում եւ համայնքային գույքի յուրացում։ Հասարակության համար հարցը մնում է երկակի։ Արդյոք գործը վկայում է համակարգային կոռուպցիայի մասին, թե պարզապես իշխանության ու նախկին պաշտոնյաների միջև քաղաքական բախման հերթական դրսևորումն է սա։ Դեռևս 2021 թվականին արդեն իսկ հրապարակվել էր Տարոն Մարգարյանի եւ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների դեմ մեղադրանք պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։ Դրանք վերաբերում էին նույն բնույթի գործողությունների, դպրոցների եւ մանկապարտեզների հողերի սահմանների ճշգրտում, աճուրդների կեղծ կազմակերպում ու մերձավորներին վաճառք։ Այսօրվա մեղադրանքները կարելի է դիտարկել որպես այդ գործի շարունակություն կամ նոր փուլ։ Այս անգամ ընդգծվում է փողերի լվացման դրույթը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետը եւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, ունենալով մտերիմ փոխհարաբերություններ, շահադիտական դրդումներով եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները եւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հանրակրթական դպրոց պողակին հատկացված անհատույց օգտագործման իրավունքով հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից հողակտորներ առանձնացնելու եւ իրենց մերձավորներին օտարելու նպատակով կազմակերպել են դպրոցի սահմանների վերաճշտման գործընթաց, որի արդյունքում կազմվել է նոր տեղագրական հանույթ եւ հատակագիծ։ Կազմված նոր հատակագծով դպրոցի սահմաններից դուրս է թողնվել պետական սեփականություն հանդիսացող 1939 քառակուսի մետր մակերեսով հողատարածք, որը փաստացի պետության գույքային ֆոնդից դուրս բերվելուց հետո ներառվել է քաղաքապետարանի գույքային ֆոնդում։ Ապա այդ գույքի հանցավոր ծագումը, դրա իրական պատկանելիությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու միջոցով գույքը օրինականացնելու, օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով կազմակերպվել է գույքի մասնատումը, բաժանումը տարբեր առանձին գույքային միավորների, որոնց վերաբերյալ հայտարարվել են աճուրդ վաճառքներ, տեղի ունեցած ձևական աճուրդների եւ դրանց հաջորդած ձևական քաղաքացիական այլ գործարքների արդյունքում դպրոցապատկան այդ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել հիշյալ պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված նաև մերձավոր ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք։ Վարույթն իրականացնող մարմնի խոսքով մի շարք դպրոցների ու մանկապարտեզների հողամասեր առանձնացվել են։ Այդ հողերը աճուրդներով օտարվել են, հետո ձևական նվիրատվությունների ու վաճառքների միջոցով դարձել մասնավոր անձանց սեփականություն։ Համանման գործընթացներ տեղի են ունեցել նաև Երևան քաղաքի այլ ուսումնական հաստատությունների տարածքների վերաբերյալ եւս, մասնավորապես Երևան քաղաքի Աճարյան 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց պողակի զբաղեցրած տարածքից առանձնացվել եւ օտարվել է շուրջ 3600 քառակուսի մետր հողատարածք, կրկին ձևական աճուրդների միջոցով,
Մյուս դեպքում նմանատիպ գործընթաց կազմակերպել եւ իրականացվել է Երևան քաղաքի Ավանեսով 16 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքի մասով, մասնավորապես նշված ուսումնական հաստատության տարածքից երկու առանձին տարբեր ժամանակահատվածներում տարբեր գործընթացների արդյունքում առանձնացվել եւ ձևական աճուրդով օտարվել են առաջին դեպքում 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածք, երկրորդ դեպքում 863 քառակուսի մետր հողատարածք։ Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 3 հոդվածներով, այդ թվում փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման համար։ Քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման արդյունքում որոշում են կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել թվով 16 անձանց նկատմամբ, այդ թվում իմ կողմից նշված պաշտոնատար անձանց նկատմամբ եւ նրանց հետ փոխկապակցված անձանց, որոնց նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, վարչական հսկողություն, գրավ բացակայելու արգելք։ Մասնավորապես Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով 4 դրվագ, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով եւ 441-րդ հոդվածի առաջին մասով։ Ինչ վերաբերվում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին, ապա վերջինիս նկատմամբ իրականացվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ 2025 թվականի օգոստոսի 35 քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է, կազմվել է մեղադրական եզրակացություն, որը քրեական վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել է հսկող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մարգարյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները։ Փաստաբան Բենիկ Գալստյանը, որը պաշտպանության դերում հանդես է գալիս Տարոն Մարգարյանի օգտին, բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ այս քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի եւ իրավաբանության հետ հարաբերական կապ չկա։ Փաստաբանը հարց է բարձրացնում. ինչու քննիչներն ու դատախազությունը միայն 4 տարի անց են սկսել փողերի լվացման մեղադրանքի հայտ տալ։ Այն դեպքում, երբ մեղադրանքը կապված է տարիներ առաջ արված գործողությունների հետ, ավելին այն պարագայում, երբ նախանշված գործով արդեն իսկ ընթանում էին դատական պրոցեսներ։ Տարբերություն շատ բազմաթիվ գործերի, որտեղ ուղղակի քրեական հետապնդում է իրականացում անձի նկատմամբ, այնուհետև որոշակի ժամանակահատված հետո ինչ որ այլ տարեր են գտնում նորից քրեական հետապնդում է իրականացում, այս դեպքում ունենք մեկ այլ իրավիճակ, որը իմ կարծիքով թերևս առաջի դեպքն է եւ այս պայդրությամբ այլ պրեցեդենտներ չունեն։ Խոսքը վերաբերում է մի քրեական գործի, որը հարուցված է եղել դեռևս 2018 թվականին։ Իշալ քրեական գործի շրջանակներում քննարկման առարկա է եղել բազմաթիվ անշարժ գույքեր Երևան քաղաքի տարածքում, ի վերջո 3 առանձին վերջացած անշարժ գույքերի մասով դեռևս 2021 թվականի փետրվար ամսին իմ պաշտպանելին ներկայացվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձնարարակ կատարելու համար, ըստ որի վերջինս չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որի արդյունքում իբրև թե հիշյալ գույքերը ոչ օրինական հիմունքներով Երևան քաղաքի գույքային ֆոնդից դուրս են եկել եւ անցել են այլ անձանց։ Հիշյալ մեղադրանքը, ինչպես նշեցի, դեռևս առաջադրվել է 2021 թվականի փետրվարին, հիշյալ մեղադրանքով 2021 թվականի վերջում արդեն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ու այս երկար ժամանակ քրեական գործով իրականացվել է արդեն դատաքննություն։ Դրանից հետո արդեն 2025 թվականին նույն գույքերի մասով, չգիտես ինչու, վարույթն իրականացնող մարմինը որոշել է իրենց վարույթում գտնվող նույն քրեական գործի շրջանակներում, որով անջատված մասեր ուղղակի գտնվում, որը վերաբերում էր մեկ այլ անձի, ով որքանով որ ես եմ տեղյակ, գտնվում էր հետախուզման մեջ։ Այդ անջատված մասով որոշում են, որ բացի նրանից, որ իրականացվել է պաշտոնական լիազորությունների չարաշահում, իրականացվել է նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների
օրինականացում, ավելի կոնկրետ փողերի լվացում, ավելի հայտնի, այսպես ասած, որը իմ կարծիքով պարզապես ոչ միայն անթույլատրելի է, այլև զավեշտալի է, որովհետև մենք ունենք մի այսպիսի իրավիճակ, որ 2021 թվականի դրությամբ ինչ որ քննվել էր քրեական գործով, ինչ ապացուցողական բազա կար, նույն ապացուցողական բազան առանց որևէ ավելացման առկա էր 2025 թվականի դրությամբ։ Զուտ, չգիտես ինչու, որոշել են որակումը ավելացնել ու նշել են, որ հիշյալ գույքերի մասով նաև իրականացվել է փողերի լվացում, փողերի լվացմանը առնչություն է ունեցել իմ պաշտպանյալը։ Այստեղ մենք ունենք շատ լուրջ խնդիր, իմ կարծիքով։ Ստացվում է, որ որոշակի ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր անձի նկատմամբ մեղադրանքի առկայության պայմաններում դատարանում վարույթ իրականացնող մարմինը ունենալով անջատված մաս, որը վերաբերելի չի հիշյալ անձին, տեսնելով կամ ինչ նպատակներից ելնելով կարող է ավելացնել մեղադրանք մեկ այլ հոդվածով։ Այսինքն, եթե մենք այս դրամաբանության մեջ գնանք, միգուցե մի 4 տարի հետո նույն քրեական գործի շրջանակներում որոշեն, որ իմ պաշտպանյալը կատարել է եւս մեկ այլ հանցավոր արարք։ Ինչը իմ կարծիքով ոչ միայն զավեշտալի է ինքնին, ոչ միայն չի գնում իրավաբանության հետ որևէ գծերի մեջ չի հատվում, այլև ուղղակի խախտում է անձի իրավունքները, անձի սահմանադրական իրավունքները, անձի կոնվենցիոն իրավունքները։ Ի վերջո մենք ունենք կրկին անգամ դատվելու արգելք կոչված երևույթը, որը այս պայմաններում լիովին եւ ամբողջությամբ անտեսվել է։ Ինչպես արդեն հայտնի է, մեղադրանքներ են առաջադրվել նաև Պետգույքի կառավարման նախկին ղեկավար Արման Սահակյանին եւ գործով ներգրաված մի շարք այլ անձանց։ Գործին ներգրաված փաստաբանների խոսքով տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ իրավական գործընթացը ըստ էության դուրս է եկել զուտ իրավական հարթությունից եւ տեղափոխվել քաղաքական դաշտ, որտեղ հարցականի տակ է դրվում դատական համակարգի անկախությունն իրավապահ մարմինների անաչառությունը։ Կրկին քրեական հետապնդում է հարուցվել, այս անգամ արդեն փողերի լվացման տեսանկյունից, իբրև թե հանդիսանելով գույքի կառավարման վարչության պետ, ինչ որ պաշտոնական լիազորությունների չարաշահման արդյունքում նպատակ ունենալով այդ հողամասի որոշակի մասը նաև ձեռք բերել իր հարազատների անուններով, ըստ էության փողերի լվացումը կատարել։ Տեսեք ինչ է իրականում տեղի ունեցել։ Այդ գույքը, որը խոսքը վերաբերում է դպրոցի գույքին, մոտ 7700 քառակուսի մետր գույքը պատկանում է պետությանը, շենքը, իսկ հողը չի պատկանում պետությանը։ Տեսեք, խնդիրը ինչն է։ Հողն էլ եղել է մոտ, եթե այս բանը չեմ հիշում, մոտ 1 հեկտար կամ մի քիչ ավել։ Հողը պատկանել է համայնքին։ Հիմա տեսեք, որպեսզի կարողանան ճշգրտում կատարեն տարածքը, դպրոցի տնօրենը դիմել է Արման Սահակյանին եւ որ գույքի ճշգրտման հետ կապված պետք է ճշգրտում իրականացվի եւ հողը կանոնան վերցնեն պետության բալանս։ Առաջ անցնելով ասեմ, նշեմ, որ այո, ճշգրտումը անելուց հետո տարածքների, այո, այդ հողն էլ արդեն դարձել պետական սեփականություն։ Այն ժամանակ ի սկզբանե ոնց որ շինությունը պատկանում է պետությանը, բայց տակի հող պատկանում է համայնքին։ Ճշգրտման արդյունքում այդ հարցը կարգավորվել է, այսինքն իմ պաշտպանյալ Արման Սահակյանը բացի այդ դիմումը ուղարկել Երևանի քաղաքապետան, ուրիշ ոչինչ չէր կարող անել։ Մեղադրող կողմը հստակ պետք է ցույց տա, թե ինչպես են աճուրդները խախտել օրինականությունը եւ որքան է եղել պետությանը հասցված իրական վնասը։ Հիշեցնենք, որ Մարգարյանը դեռևս 2018 թվականից խոսում էր քաղաքական հետապնդման մասին։ Նա բազմիցս հայտարարել է, որ իշխանությունը փորձում է դատական գործերը օգտագործել ընդդիմադիր գործիչների դեմ։ Նույնիսկ խորհրդարանում նա կոչ էր արել գործընկերներին մասնակցել իր անձեռնմխելիությունից սրկման քննարկմանը, այն անվանելով քվեարկության կրկես։ Քրեական մի խճճված գործ, որով անցնում են մի շարք անձինք, այդ թվում մեղադրանքների շարք կապված օժանդակող անձանց հետ։ Այս դրվագների մասով պաշտպանները շատ ասելիք չունեն։ Միակ հարցադրումը, որ մնացել է օդում կախված, ապացույցներն են, որոնք իրենց ողջ ծավալով ըստ փաստաբանների իրավական տեսանկյունից ոչնչի մասին են։ Մենք ունենք մի իրավիճակ, որ ըստ վարույթ իրականացնող մարմնի, ում որ օժանդակել էին պաշտպանյալը, անգամ այդ անձի գործողություններում հանցակազմ պարունակող արարք չկա, ուր մնաց թե խոսք գնա իմ պաշտպանյալի օժանդակելու մասին։ Մեղադրանքի հիմքում ընդհանուր առմամբ նույն է բովանդակ եւ ստանդարտ իրավիճակ կա, սա նույնն է թե պայմանական ասենք պարոն Մարգարյանից հետո ով քաղաքապետ է եղել կամ նո ըստ էության արդեն քանի քաղաքապետ որ փոխվել է յուրաքանչյուրը կարող մեղադրեն այսինքն եթե պարզապես ինչ որ մի հատ
առաջին դեմքի մակարդակով ունենա որոշակի հակամարտություն, ըստ էության նման պաշտոն զբաղեցած անձանց հետ, բոլորին կան մեղադրանք առաջադրեն եւ ըստ էության բոլոր գործարքները ենթարկեն վիճարկման։ Ընդհանրապես ես մի կարևոր հանգամանք նշեմ, այդ 12-13 թվականն է, որտեղից չէին կարող կանխորոշել, մինչեւ 18 թվական։ Որևէ գույք չի վաճառել, որևէ գույք այլ անձի անունով չի անվանափոխվել, նույնիսկ 18 թվականից հետո։ Այդ գույքերի նկատմամբ փաստացի արգելանք սահմանվել է 2025 թվականից։ Եվ այդ ընթացքում նույնիսկ լինելով փաստացի քննության օբյեկտ այդ 7 տարիների ընթացքում ոչ իմ պաշտպանյաները, ոչ էլ որքան որ քրեական վարորդի նյութերն են ուսումնասիրում մյուս դրվագներով, որևէ մեկը ձեռնամուխ չի եղել այդ գույքերը մեր 3-րդ, 4-րդ անձին օտարելու համար, նույնիսկ լինելով քննության փուլում։ Եվ հատկապես մենք խնդրել ենք նույնիսկ բերեն մի հատ կետ մեկ, ասենք, ապացույց տան, որ պարոն Մարգարյանը որևէ մի բան առնչություն անեց, ես չեմ ուզում պարոն Մարգարյանը շահարկեմ, բացապես քանի որ այս գործն է բերում թիրախավորված այդ ուղղությամբ եւ իմ պաշտպանյաներին, այսպես ասած, զոհ են դարձնում, թիրախավորում են այս նկատառումներով, ընդհանրապես ասենք մի հատ կապ ցույց տվեք։ Նույնիսկ հեռախոսակապ, նույնիսկ որևէ եղանակով, որը կարա շինծու գործարքի բացահայտման հիմք հանդիսանա, ընդհանրապես նման ապացույց չկա։ Եվ բնականաբար ակնհայտ է, որ սա հերթական շինծու գործն է, որը փորձների հարության աշկակապանք անեն եւ աշկակապանքի անունով որոշակի դիրիժորներ փորձեն, ասենք, հանրությանը կրկին մոլորեցնելու եւ ըստ էության նաեւ իրենց քաղաքական նկատառումներով գործիք դարձնեն։ Ես կարծում եմ մեր հանրությունը ժամանակն է, որպես մի քիչ ինքն էլ խելքի գա եւ ըստ էության հասկանա թացը չորից եւ միաժամանակ չդրվի սադրանքների։ Պաշտպանյանները որևէ հանցանք չեն կատարել, իրենց լիազորությունները սահմանում են գործել։ Մնացած պաշտպանյանները նրանք աճուրդի մասնակիցներ են կամ համայնքի տաղապետներ, նախկին Արտավազ Սարգսյան, ըստ էության նրանք բոլորը իրենց լիազորությունների սահմաններում են, ամեն մեկը իր ֆունկցիոնալ։ Իսկ աճուրդի մասնակիցներն են, մեկը մասնակիցել է, մյուսը ըստ էության հաղթող է։ Ես ունեմ պաշտպաններ, ով մասնակցել է, ընդհանրապես չի հաղթել աճուրդին։ Այսինքն իրանք դիտարկում են, որ բոլորը համակարգվել են մի տեղից։ Իրավաբանները նկատում են, որ գործի քննությունը հենվում է մասնավորապես հողատարածքների օտարման մեխանիզմների, ձևական աճուրդների վրա, որոնց իրավաչափությունը եւ մրցակցային բնույթը այս պահին լրջորեն վիճարկվում է։ Վարույթն իրականացնող մարմինը պնդում է, որ հողատարածքները օտարվել են մերձավոր անձանց շուկայականից ցածր գներով, ինչը ըստ մեղադրանքի կատարվել է նախապես ծրագրված գործողությունների շղթայի միջոցով։ Բայց փաստաբանական կողմը հակադարձում է, պնդելով, որ այդ ժամանակահատվածում իրականացված գործարքները համապատասխանել են գործող օրենքներին, իսկ աճուրդները անցկացվել են օրենքով սահմանված կարգով։ Բացի այդ, ըստ պաշտպանների, եթե նույնիսկ կան անհամապատասխանություններ, ապա դրանց վերաբերյալ գործերը արդեն իսկ նախկինում քննարկվել են եւ չեն հանգեցրել իրավական հետևանքների։ Մեղսագրված արարքի մասով խոսքը վերաբերում է փողերի լվացմանը։ Առնվազն վարույթն իրականացնող մարմինը պետք է ապացուցեր հիշյալ գործընթացի ժամանակ իմ պաշտպանյալի եւ գործողացնող այլ անձանց միջև այսպես ասած շատից քչից կայուն կապը կամ որևէ կապի առկայությունը, նաեւ պետք է ապացուցեր կամ գոնե ինչ-որ ապացուցողական զանգված ուներ, փաստակազմ ունենալ, որով ապացուցվեր այս գործողություններից իմ պաշտպանյալի որևէ տեսակի շահը, օգուտը կամ նպատակադրվածությունը, որը այս շրջանակներում մենք չունենք։ Ըստ էության, եթե չլիներ Տարոն Մարգարյան որպես այդպեսին քաղաքական դեմքը, ապա ես չեմ կարծում, որ կլինեին նաև այս գործերը։ Իրականում դժվար է իրավական մեկնաբանություն տալ մի process-ին, որտեղ իրավական ոչինչ չի կարելի գտնել, պետք է նշեմ, որ ոչ թե պաշտպանական կողմի հույսը դիցուկ որևէ ապացույցի անթույլատրելությունն է կամ ապացույցների ծավալի պակաս լինելը, այլ ընդհանրապես որ այդ գործողություններում որևէ քրեորեն պատժելի արարք չկա։ Այս պահին դեռևս վաղ է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա քրեական այս գործը, բայց մի բան հստակ է, գործի ընթացքն ու դրա շուրջ ծավալվող քննարկումները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ, փաստարկված եւ զերծ քաղաքական շահարկումներից, իսկ արդարադատությունը երբեք չպետք է դառնա քաղաքական գործիք։